Մարդը, որը անմահություն էր փնտրում, իտալական հեքիաթ։ Մի ժամանակ մեծ քաղաք Հռոմում մի գիտնական էր ապրում։ Նրա գլխում այնքան իմաստություններ կային, որ նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան Գրանտեստա, իսկ դա նշանակում է մեծագլուխ։ 3 տարի նա բժշկություն սովորեց։ Գիտեր աշխարհի տակ եղած բոլոր հիվանդությունների անունները, նույնիսկ այնպիսիների, որոնցով ոչ ոք ոչ մի ժամանակ չէր հիվանդացել։ Բացի դրանից գիտեր բոլոր բուժիչ խոտերի անունները, մինչև իսկ այնպիսիների, որոնք ոչ մի տեղ չէին աճում։ 3 տարի պատմություն ուսումնասիրեց և կարողանում էր առանց կմկմալու ասել, թե ինչ է տեղի ունեցել 1000 տարի, 500 տարի, 300 տարի առաջ, այսինչ օրը և այսինչ ժամին։ Եթե մեկն ու մեկը փորձում էր նրան պատմել, թե ինչ է տեղի ունեցել Հռոմում 3 կամ այսօր, Գրանտեստան փակում էր ականջները։ «Իմ ինչին են պետք այդ մանրուքները», ասում էր նա։ «Դրանք կարող են հետաքրքիր դառնալ միայն 300 տարի հետո»։ 3 տարի նա աստղագուշակություն ուսումնասիրեց և կարող էր պատասխանել, թե որ աստղի տակ լավ կլինի ծնվել, որպեսզի կյանքում հաջողակ լինես, և երկնային ինչպիսի լուսատուների հետ առհասարակ չպետք է գործ ունենաս։ Հետո Գրանտեստան ուսումնասիրեց աշխարհագրություն և մաթեմատիկա։ Նա ավելի շուտ կթափանցեր գիտությունների խորքերը, եթե չպատահեր ահա թե ինչ։ Գրանտեստան մի անգամ հիշեց, որ լեռնային հեռավոր գյուղում ապրում է իր պառավ մայրը, և 10 տարի է, ինչ նրան չէր տեսել։ Հազիվ կարողացավ կտրվել գրքերից, կարգադրեց, որ ջորի թամբեն և գնաց։ Ճանապարհը երկար էր։ Գրանտեստան գնում էր առանց շտապելու և մտածում էր այն մասին, որ ինքը կարողացել է թափանցել անկենդան և կենդանական աշխարհի գաղտնիքների մեջ։ Նրա սիրտը լցված էր հպարտությամբ, իսկ միտքը անդորրությամբ։ Երեկոյան կողմ ջորին հավասարվեց ճանապարհով դանդաղ գնացող մի ծերունու։ «Այդ ո՞ւր ես գնում, որդի», հարցրեց ծերունին։ «Ինչիդ է պետք, թե ուր եմ գնում», անբարյացկամբ արձագանքեց Գրանտեստան։ «Գիտես ինչ, ես հոգնել եմ և կուզենայի ճանապարհին գոնե մի մասը անցնել քո ջորու ասպանդակից բռնած»։ «Եվ դրա համար էլ կտրեցիր մեծն Գրանտեստայի մտքիդ հելը», ամբարտավանորեն ասաց գիտնականը։ «Ինձ մի խանգարիր, գնա քո ճանապարհով»։ Ծերունին հանգիստ պատասխանեց. «Լավ, թող այդպես լինի, ես այլևս քեզ չեմ խանգարի։ Արագ թռչող թռչունների պես կանցնեն տարիները, դու էլ ինձ նման ծեր ու ուժասպառ կդառնաս։ Գուցե այն ժամանակ կհասկանաս, որ իմաստությունը և բարությունը քայլում են ձեռք ձեռքի տված, բայց այդ ժամանակ արդեն ուշ կլինի։ Սարսափելի կլինի քեզ համար մեռնելը, հիմար Գրանտեստա, որ ինքդ քեզ այդքան խելացի ես համարում»։ Գրանտեստան անցավ ծերունու կողքով և հանկարծ ջորում կանգնեցրեց։ «Աղքատ ծերունին այդ ինչ բլբլաց մահվան մասին», բացականչեց նա։ «Նա ասաց դու կմեռնես։ Դե հա, իհարկե, դա ճիշտ է, բա էլ ինչու այդքան սովորեցի, հը»։ «Չէ, ես մեռնել չեմ ուզում»։ Այստեղ Գրանտեստան շուռ տվեց ջորու գլուխը, մտրակեց նրան և ետ գնաց դեպի Հռոմ, մինչև իսկ մորն այլևս չմտաբերեց։ Այդ օրվանից Գրանտեստան մոռացավ բոլոր գիտությունների մասին։ Խլուրդի նման թաղվեց դեղնած ձեռագրերում, կիսաքայքայված մագաղաթների մեջ, և ահա մի հնագույն ձեռագրում
նա կարդաց անմահության հովտի և անմահության լճի մասին։ Գրանտեստան այդտեղ գրված ամեն ինչը անգիր սովորեց, հետո գնաց փնտրելու։ Նա այնքան երկար թափառեց, որ ճանապարհներին կորցրեց շաբաթների և ամիսների հաշիվը։ Ջորին սատկեց, կոշիկները իրարահան եղան, հագուստը պատառոտվեց, բայց Գրանտեստան անվերջ գնում էր ու գնում։ Վերջապես լեռնային բարձունքը հաղթահարելով նա իջավ հովիտ։ Կանաչ ուրախ զովաշունչ հովիտը ձեռքի ափի նման ընկած էր վայրի ժայռերի արանքում։ Այնտեղ երգում էին թռչունները, կարկաչում առուները։ Ահա, ասաց Գրանտեստան, արդյոք սա այն հովիտը չէ, որ ես փնտրում եմ։ Գուցե այստեղ մահ չկա։ Մահ չկա, լսվեց արձագանքը։ Գրանտեստան չիմացավ դա արձագանք էր թե լեռների ձայնը։ Այսպես թե այնպես նա մնաց այդ հովտում։ Օր-օրի վրա նա համոզվում էր, որ դա հենց այն հովիտն է, որի մասին գրված էր հին ձեռագրում։ Այդտեղ խոտը չէր թոշնում, տերևները չէին դեղնում։ Մինչև իսկ դեղին թիթեռը, որի կյանքը ժամերով է հաշվում, թռվռում էր միևնույն ծաղիկների վրա։ Օրերը, ամիսները, տարիները անցնում էին աննկատ։ Գրանտեստան չէր ձանձրանում։ Նա ինքն իր հետ երկար զրույցի էր բռնվում, իմաստուն հարցեր էր տալիս և դրանց համար փնտրում իմաստուն պատասխաններ։ Մի խոսքով ինքն իրենից որպես զրուցակից բոլորովին էլ դժգոհ չէր։ Բայց ահա մի անգամ, կեսօրվա շոգին, երբ արևը հասել էր ձենիթին, հովիտը ծածկվեց սև պտուտահողմով։ Երկինքը մթնեց և գորշ ամպերը սկսեցին իջնել ներքև։ Նարնջենու ծառերը ուժեղ քամուց կռանալով քիչ էր մնում ջարդվեին։ Առվակների ջրերը ծածկվեցին պղտոր փրփուրներով։ Շփոթված Գրանտեստան ապշահար շուրջ էր նայում։ Քամին մի ակնթարթում դադարեց այնպես, ինչպես սկսվել էր։ Մի ակնթարթում ամպերը ցրվեցին և բոսոր արևը նորից փայլեց երկնակամարում։ Եվ այդ ժամանակ Գրանտեստան ինչ-որ մի բան տեսավ, որ ավելի սարսափելի թվաց նրան, քան փոթորիկը։ Հովտին էր մոտենում մի հրեշ։ Նա լույսի ճառագայթից ավելի արագ էր թռչում։ Կաշենման թևեր ուներ, փափուկ գորտնուկներով ծածկված փոր, հսկայական երախ, ցից ատամներով։ Հրեշը հովտի վրայով անցավ ու նստեց ժայռին։ Նա իր երախն առավ միայն մի փոքրիկ ավազահատիկ ու նորից վեր սլացավ։ Գրանտեստան ետևից գոռաց. «Ինչ ունեիր այստեղ, զզվելի արարած, դու ինձ վախեցրիր, արժե՞ր արդյոք մի հատիկ ավազի համար այդքան աղմուկ բարձրացնել»։ Բայց հրեշն արդեն հեռացել էր։ Իսկ Գրանտեստայի հարցին դանդաղ և կերկերուն ձայնով պատասխանեց ամենաբարձր սարը. «Ամեն ինչ գնում է իր կարգով։ 1000 տարին մեկ թռչում գալիս է ժամանակի բանբերը և իր հետ տանում մի ավազահատիկ։ Երբ այս սարերը, որոնք ամպերից էլ բարձր են, ավազահատիկների վերածվելով տարվեն աշխարհի 4 կողմը, այն ժամանակ էլ կմեռնի այս ծաղկուն հովիտը»։ Ինչպես թե, ուրեմն այստեղ էլ անմահություն չկա, բացականչեց Գրանտեստան։ Մի անհանգստացիր, մարդ արարած, միլիոնավոր ու միլիարդավոր տարիներ կանցնեն նախքան դու կտեսնես, թե ինչպես է ժամանակի բանբերը տանում վերջին ավազահատիկը։ Միայն դրանից հետո քո աչքերը կփակվեն հավիտյան։ Ոչ, ասաց Գրանտեստան, մահվան մասին մտածելն արդեն մահ է։ Ինձ անհրաժեշտ է իսկական անմահություն, իսկույն։ Գրքում գրված էր նաև մի լճի մասին,
Գնամ փնտրեմ այդ լիճը։ Թե ինչպես գտավ այդ լիճը, դա երկար պատմություն է։ Ճանապարհին նա շատ լճեր տեսավ, բայց դրանք սովորական լճեր էին եւ պիտանի միայն ձուկ որսալու համար։ Վերջապես նա հասավ շատ մեծ, ծովի չափ մեծ լճի։ 3 գետ իրենց ջրերն էին թափում նրա մեջ, ճանապարհին ընդունելով հազարավոր վտակներ։ Լճի ափին կանգնած էր մի հինավուրց կաղնի, որի ստվերի տակ կարող էր տեղավորվել մի ամբողջ բնակավայր։ Այդ ծառի տակ էլ Գրանտեստան նստեց հանգստանալու։ Հանկարծ կաղնին խոսեց ճռճռան ձայնով. «Էй դու, ներքևում նստած մարդ արարած, գնա այստեղից, մահկանացուներն այստեղ անելիք չունեն, այս ափերում մահ չկա»։ Այ թե ուրախացավ Գրանտեստան։ Ուրախությունից նա համբուրեց ծառի խորթուբորդ կեղևը։ «Մի փնթփնթա ծերուկ», կաղնուն ասաց նա, «քեզ հետ միասին ուրախ կապրենք, չէ՞ որ այս լիճը ես վաղուց եմ փնտրում»։ Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ երկինքը միանգամից մթնեց։ Լիճը ծարս եղավ, վայրի գազանի պես մեջքին ուռեցնելով իր ալիքները։ Իսկ կաղնին ցնցվեց իր բոլոր ճյուղերով ու տերևներով։ Գրանտեստան տեսավ, թե ինչպես իրենից մի քանի քայլ հեռու գետնին նստեց սարսափելի հրեշը, ժամանակի բամբերը։ Նա լճից մի կաթիլ ջուր վերցրեց իր երախը և թևերը թափահարելով սլացավ դեպի երկինք։ Գրանտեստան բռունցքները շարժելով կաղնուն սպառնաց. «Պատասխան տուր փայտի քոթուկ, ինչու էր հրեշը եկել, դու ասացիր չէ, որ այստեղ չեն մեռնում, դու ասացիր, նշանակում է խաբել ես ինձ»։ Միլիոնավոր ու միլիարդավոր տարիներ կանցնեն, նախքան ժամանակի բամբերը կտանի ջրի վերջին կաթիլը, դրանից հետո միայն կյանքը կմեռնի այս ափերում։ Արդյոք դա անմահություն չէ, մահկանացու։ Ոչ, ճչաց Գրանտեստան, դու մնա այստեղ, այս խղճուկ անմահության մեջ, որի վերջը մի օր պիտի գա, իսկ ես այստեղից կգնամ փնտրելու իսկական անմահությունը։ Ու Գրանտեստան նորից ճանապարհ ընկավ։ Նա իջավ խոր կիրճերը, բարձրացավ լեռների կատարներին, կտրեց անցավ անապատներ և ահա հասավ ծովափին։ Այլևս գնալու տեղ չկար։ Գրանտեստան լցվեց հուսահատությամբ ու չարությամբ։ Նա իր մատից հանեց ոսկյա մատանին և ալիքների մեջ նետելով բացականչեց. «Ասում են ծովից այն կողմ փերիներ են ապրում, գուցե նրանք իսկապես անմահ են, թող այն փերին, որը կգտնի իմ մատանին, ինձ ցույց տա իրենց երկրի ճանապարհը»։ Գրանտեստան մինչև ուշ երեկո նստած էր ծովի ափին։ Երբ խավարը թանձրացավ, նրա կողքով ցախի կապոցը շալակին անցավ մի կին։ Կինն ասաց. «Երևում է դու հեռվից ես գալիս։ Եթե ցանկանում ես, կարող ես գիշերել իմ խրճիթում։ Ես աղքատ ձկնորսի այրին եմ, բայց մի խուրձ ծղոտ կգտնվի, որպեսզի չոր հատակին չքնես»։ Գրանտեստան կնոջ ետևից գնաց նրա աղքատիկ խրճիթը, ուր կինն ապրում էր իր փոքրիկ տղայի հետ։ Հոգնած Գրանտեստան իսկույն քնեց։ Երազում տեսավ դիցուհուն, որ առանց ձայն հանելու գլխով ցույց տվեց արծվի փետուրն ու անհետացավ։ Գրանտեստան արթնացավ, լացի ձայն լսեց։ Լաց լինողը ձկնորսի այրին էր։ «Ախ, բարի անցորդ», ասաց կինը, տեսնելով, որ Գրանտեստան այլևս քնած չէ։ «Տղաս հիվանդացել է։ Արդյոք այս չար հիվանդության դեմ որևէ դեղ չգիտես»։ «Ես աշխարհի տակ եղած բոլոր դեղերն էլ գիտեմ, այ կին», պատասխանեց Գրանտեստան։ «Հիմա կնայեմ քո տղային»։
Նա ուզում էր մոտենալ երեխային, երբ հանկարծ տեսավ հատակին ընկած արծվի փետուրը։ Իհարկե, սա երազի հենց այն փետուրն է, որ Փերին բռնել էր իր ձեռքում, մտածեց Գրանտեստան եւ հարցրեց կնոջը. Ասա ինձ, ձեր տան շրջակայքում արծվի բույն չկա։ Կա, սինյոր, պատասխանեց ձկնորսի այրին։ Դռնից դեպի աջ մի շավիղ կա։ Եթե այդ շավղով գնաս, կհասնես մի ուղեբերձ ժայռի։ Հենց այդ ժայռի վրա էլ բույն է հյուսել արծիվը։ Իսկ ինչ է, սինյոր, արծիվը կարող է օգնել իմ տղային։ Դատարկ բաներով ինձ մի զբաղեցնի, քո հավեսը չունեմ։ Բայց իմ խեղճ երեխան, նա կրակի պես այրվում է։ Գրանտեստան ոչինչ լսել չուզեց։ Նա ձեռքի մեջ սեղմեց փետուրը եւ տնակից դուրս վազեց։ Դռնից թեքվելով դեպի աջ, Գրանտեստան հասավ ուղեբերձ ժայռին եւ ձեռքերով կարճելով ժայռի ցցվածքներին ու ճեղքերին սկսեց դեպի վեր մագլցել։ Ժայռի գագաթին նա իսկապես տեսավ արծվի բույնը։ Այդ պահին բույնը դատարկ էր։ Գրանտեստան նստեց քարին ու սպասեց։ Կեսօրին եկավ արծիվը։ Դեռևս հեռվից նա նկատեց անկոչ հյուրին եւ սպառնալի կռնչաց։ Նա սուր ճանկեր ուներ։ Ճանկերը չռեց, որպեսզի դատաստան տեսնի այն մարդու հետ, որ համարձակվել էր մոտենալ իր բնին։ Բայց Գրանտեստան գլխից բարձր բռնեց Փերու տվերը արծվի փետուրը ու արծիվը խաղաղվեց։ Փերու բարեկամը իմ բարեկամն է, ասաց արծիվը։ Ինչ ես ուզում, մարդ արարած։ Ես ուզում եմ գնալ Փերիների աշխարհը, պատասխանեց Գրանտեստան։ Շատ լավ, ես քեզ կտանեմ այնտեղ, համաձայնեց արծիվը։ Նստիր մեջքիս։ Գրանտեստան նստեց թռչնի մեջքին, ամուր բռնեց նրա պարանոցից ու փետուրներից եւ օդ բարձրացան։ Նրանց ճանապարհը երկար էր։ Թռչում էին ծովերի, բարձրաբերձ լեռների, անծայրածիր տափաստանների, գետերի ու լճերի վրայով։ Հետո Գրանտեստան ներքևում նորից ծով տեսավ։ Արծիվը դանդաղեցրեց թռիչքը եւ իր բեռն իջեցրեց օվկիանոսի կենտրոնի ծաղկուն կղզում։ Գրանտեստային դիմավորեց Փերին, որին նա տեսել էր երազում։ Փերու մատին փայլում էր այն մատանին, որը Գրանտեստան նետել էր ծովը։ Այդպիսով Գրանտեստան վերջապես եկավ իսկական անմահության երկիրը։ Անասելի գեղեցիկ վայր էր։ Այստեղ ծաղիկները երգում էին թռչունների նման, իսկ թռչունների քնքուշ փետուրները հիշեցնում էին ծաղկի թերթիկներ։ Վագրերին հեծնում էին ձիու պես, գայլերի եւ արջերի հետ պահմտոցի էին խաղում։ Փերին ու նրա քույրերը շատ ուրախ էին ապրում։ Առավոտից մինչև երեկո նրանք երգում էին ու պարում, իսկ լուսնյակ գիշերներին շուրջպար էին բռնում։ Թե ինչքան ժամանակ անցավ, Գրանտեստան չգիտեր, որովհետև անմահության երկրում րոպեները, ժամերը եւ օրերը չէին հաշվում։ Եվ թեև 4 կողմը անդորր էր ու խաղաղություն, բայց Գրանտեստայի հոգում ինչ-որ տագնապ առաջացավ։ Գուցե այդ տագնապը քամու հետ մարդկանց աշխարհից եկավ, որոնց նա լքել էր։ Գուցե այդ տագնապը քամու հետ մարդկանց աշխարհից եկավ, որոնց նա լքել էր։ Գուցե ինքն իրեն ծնվեց նրա հոգում, նա չգիտեր։ Գրանտեստան հանկարծ հիշեց մորը, որին տեսնելու համար նա մեծ քաղաք Հռոմից ճամփա էր դուրս եկել։ Շատ ցանկացավ նորից տեսնել մորը։ Փերին երկար ժամանակ համոզում էր, բայց Գրանտեստան իրենն էր պնդում։ Վերջապես Փերին նրան մի թևավոր ձի բերեց ու ասաց. Ձին քեզ կտանի այնտեղ, որտեղ ցանկանաս։ Բայց հիշիր, որ քո ոտքը գետնին չպետք է կպչի։
Ուրախացած Գրանտեստան թռավ ձիու վրա ու սլացավ։ Գրանտեստան դժվարությամբ ճանաչեց հայրենի գյուղը։ Այնքան էր փոխվել։ Մոտենալով առաջին տանը նա հարցրեց, թե որտեղ է ապրում պարավ Ջիովաննան, իր մայրը։ Գյուղացին պատասխանեց. Ինչ պարավ Ջիովաննա։ Մեր գյուղում այդպիսի մարդ չկա, բայց նրա մասին ինչ որ լսել եմ, հիշեցի։ Հարցրեք ծերունիներից, մեկն ու մեկը գուցե իմանա։ Բերեցին ամենածերերի մոտ։ Գրանտեստան կրկնեց իր հարցը։ Ծերունին երկար մտածեց, հետո գլխով արեց. Ես նրա մասին լսել եմ իմ պապից։ Ասում են նա լավ կին էր, բարի, հոգատար։ Մի տղա էր մեծացրել, որը գնացել էր ու երևում է մորը մոռացել։ Այդպես էլ խեղճը մահացավ արցունքի ու վշտի մեջ։ Իսկ նրա տղայի անունն ինչ էր, հարցրեց Գրանտեստան։ Ինչու հիշել վատ մարդու անունը, պատասխանեց ծերունին։ Չէ որ նա մեծ գիտնական է, պապիկ։ Իսկ նա ինչ լավ բան է արել մարդկանց համար։ Նա փնտրել ու գտել է անմահությունը։ Միայն իր համար։ Եթե նա մարդկանց մասին չի մտածել, ապա զարմանալի չէ, որ մարդիկ չեն հիշում նրա անունը։ Այդ քո գիտնականը ոչնչություն է։ Հիմար ծերունի, գոռաց գիտնականը։ Դու ինձ Գրանտեստայից համարձակվում ես համեմատել ոչնչության հետ, կարծես ես ճանճ եմ։ Կատաղությունից իրեն կորցնելով նա ձիուց ցած թռավ, որպեսզի խելքի բերի իրեն վիրավորողին։ Բայց հենց այդ պահին թևավոր ձին անհետացավ, իսկ Գրանտեստան դարձավ հող, մի բուռ փոշի։ Փչեց թեթև քամին ու ցրեց փոշին։ Անմահ Գրանտեստայից հետք էլ չմնաց։